Այսօրվա քննարկումը անցկացնում են միասին, անցկացնում են կամուջ քաղաքացիական նախաձեռնությունը և Հայաստանը։ Ես եմ քաղաքացիական, հասարակական նախաձեռնություն։ Պատճառը ես արդեն ինչ սկսել եմ մեր հարգարժան թղթակիցները, ժուրնալիստները ասում են, իսկ նպատակը որն է, նպատակը հետևյալն է։ Խնդիրները, որոնք այսօր ծառացած են տնտեսության և սոցիալական ոլորտում Հայաստանում, ոչ պակաս կարևոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային աշխարհակարգ։ Մենք կարող ենք շատ երկար խոսել տարբեր խնդիրների մասին, խոսքը գնում է քաղաքական կամ տարածաշրջանային, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ առանց տնտեսական և սոցիալական հարցերի լուծման կամ եղանակների, լուծման դեպքերի խնդրելու ոչ մի բան չի սպասում։ Ներկայացնեմ նաև, որ կամուջ քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի ռազմավարական կոնցեպտին, առաջարկ Հայաստան։ Եվ այդ կոնցեպտի շրջանակներում ըստ էության հենց այն ինչի մասին ասացի, որ մենք մշտապես բարձրաձայնում ենք խնդիրները, բայց այդ խնդիրների լուծման եղանակները ցավոք կամ չեն ապահովում, կամ չեն ասում, մի խոսքով կա խնդիր, բայց կա նաև այդ խնդիրների լուծման առաջարկների խիստ ես ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորին և խոսքը փոխանցում եմ Պարոն Սարգսյան։ Շնորհակալություն, ես էլ եմ ողջունում և Ռուսաստանի մասնակիցներին և մյուսների գործընկերներին և հայրենակիցներին ամիսներ առաջ է դեպի Հայաստանի նախաձեռնությունը նախաձեռնությունը տնտեսական աշխատանքի ժամանակել է դարձել առաջին պարամագոտային չարշավի համագործակցության հուշկների մեկ համատը և սա է համագործակցել համատեղ լուծում է գտնում երկրի աշխում ծառացած խնդիրների լուծման համար։ Մինչև բաց հանդիպումներ իհարկե, բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ, համատեղ լուծումների քննարկումներ մշտապես ունեցել ենք։ Եվ հարցը, որն է նպատակ այսպիսի համաժողովների, երկխոսությունների և լուծումների քննարկումների, մենք ունենք երկու պատկերացում։ Հայաստանը, քանի որ մեզնից յուրաքանչյուրն է և մենք ինքներս նույնականացնում ենք Հայաստանի հետ, ապա մենք էլ պարտավոր ենք եռաստիճան համակարգով խնդիրները արձանագրել, հետևյալքեր։ Խնդրի ախտորոշում, լուծման տրամադրում, ակնկալվող արդյունքի մոդելավորում և հիմնավորում։ Ընդհանրապես եռաստիճան համակարգով հնարավոր է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Իհարկե սրանից հետո երկու եղանակով է լինում լուծումներ, որը մեր կարգավիճակով պայմանավորված կարող ենք ներազդել որոշում կայացնող անձանց վրա, որպեսզի Հայաստանի համային նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի փոփոխություններ կատարեն և լուծումներ գտնել, և երկրորդը գալիս է քաղաքական, որը այս համաժողովի համատեքստում չէ, այստեղ մենք քննարկում ենք փորձագիտական մակարդակում, փորձագիտական շրջանակներում ինչպիսի խնդիրներ ունենք։ Տարիներ շարունակ Հայաստանում հենց եղել է փորձագետները իրենք են այսպես կռիվ տվել, առաջամարտիկի եղել, կառավարություններին, իշխանություններին տարբեր ժամանակահատվածի ստիպել և պարտադրել երկխոսության գնալու, այն ինչ հակառակ պետք է լինի, որովհետև երկրների առջև ծառացած խնդիրները բացառապես հնարավոր է լուծել փորձագետների և երկխոսության արդյունքում։ Հիմա այդ երկխոսությունն է, շնորհակալություն բոլոր փորձագետներին, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, շնորհակալություն լրատվության միջոցների մեր գործընկերներին հրավեր ընդունելու համար, կարող ենք սկսել պարունակել։